Դոնալդ Թրամփը պարբերաբար հայտարարում է 2028 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու ցանկության մասին, կեսկատակ, կեսլուրջ։ Սպիտակ տան ղեկավարը նման հնարավորությունը չէր բացառում դեռ 2016 թվականին իր առաջին պաշտոնավարման ընթացքում։ Շատերն են ցանկանում, որ ես դա անեմ, ես հիմնականում ասում եմ, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն կան մեթոդներ, որոնց միջոցով կարելի է դա անել, ես չեմ կատակում։ Արդյոք Թրամփը կարող է երրորդ անգամ ընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ ԱՄՆ գործող սահմանադրությամբ դա գրեթե անհնար է։ Որևէ անձ չի կարող ընտրվել նախագահի պաշտոնում ավելի քան 2 անգամ։ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն առաջարկում են փոխել կամ չեղարկել 22-րդ ուղղումը։ Հունվարին կոնգրեսական Էնդի Օգլսն անգամ բանաձև է ներկայացրել, առաջարկելով սահմանադրության մեջ հետևյալ փոփոխությունը կատարել։ Որևէ անձ չի կարող ընտրվել նախագահի պաշտոնում ավելի քան 3 անգամ։ Հարկ է նշել, որ բանաձևը կոնգրեսում դեռ քվեարկության չի դրվել։ Այս սցենարն իհարկե տեսականորեն հնարավոր է, սակայն ընթացակարգային առումով բարդ իրագործելի է։ Դա ապացուցում է նաև այն փաստը, որ ամերիկյան պատմության շուրջ 250 տարվա ընթացքում ընդամենը 27 ուղղում է հավանության արժանացել, նշում են փորձագետները։ ԱՄՆ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու 2 տարբերակ կա։ Առաջինը կոնգրեսականները պետք է հանդես գան համապատասխան առաջարկով եւ ստանան կոնգրեսի վերին եւ ստորին պալատների անդամների 2/3 աջակցությունը, ինչից հետո փոփոխությունը պետք է վավերացնեն 50 նահանգից 38-ի օրենսդիր մարմինները։ Երկրորդ ավելի բարդ տարբերակով 34 նահանգի օրենսդիր մարմինները կարող են խնդրել կոնգրեսին սահմանադրական ժողով հրավիրել, որի արդյունքներով առաջարկվող փոփոխությունը պետք է միևնույն է վավերացնեն 50 նահանգից 38-ը։ Այս խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգներում Թրամփի շուրջ միասնական դիրքորոշում եւ վերաբերմունք ձևավորվի, սակայն 38 նահանգի համաձայնությունը ստանալը շատ բարդ կլինի, գրում է NBC News-ը։ Նաեւ հայտնի է, որ հանրապետականները ներկայացուցիչների պալատում եւ սենատում ունեն միայն հարաբերական մեծամասնություն։ Ընդ որում կուսակցությունը վերահսկում է 28 նահանգի օրենսդիր մարմինները։ Այս ամենը բավարար չէ սահմանադրական փոփոխությունների վավերացման համար։ Սահմանադրագետները պնդում են, քննարկվող փոփոխությունը համահունչ չէ 22-րդ ուղղման տառին եւ ոգուն, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես ընտրովի միապետությունը բացառելու երաշխիք։ Այժմ երկրի կեսը սիրում է Դոնալդ Թրամփին, իսկ մյուս կեսը ատում։ Չկա ոչ մի իրատեսական հեռանկար, որ ԱՄՆ կոնգրեսը չեղարկի 22-րդ ուղղումը։ ԱՄՆ արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Սիտիլիդիսի խոսքով Թրամփի կողմնակիցներն այլ տարբերակներ են շրջանառում։ Դրանցից մեկն այն է, որ Թրամփն ընտրվի ներկայացուցիչների պալատի նախագահ, այնուհետև դառնա Սպիտակ տան ղեկավար, բայց դրա համար ներկայացուցիչների պալատի նախագահը եւ փոխնախագահը պետք է հրաժարական տան կամ մահանան։ Այս տարբերակը հեռու է տրամաբանությունից։ Մյուս առաջարկն է, որ Դոնալդ Թրամփը 2028 թվականին առաջադրվի որպես փոխնախագահ, իսկ ընտրված նախագահը հրաժարական տա եւ Թրամփը դառնա նախագահ։ Սակայն այս դեպքում էլ գործում է սահմանադրության 12-րդ ուղղումը, որի համաձայն ցանկացած անձ, որն իրավունք չունի ստանձնելու նախագահի պաշտոնը, չի կարող ընտրվել նաև փոխնախագահի պաշտոնում։ Իմ կարծիքով այն ինչ տեղի է ունենում կարելի է բնութագրել մեկ արտահայտությամբ։ Սա Դոնալդ Թրամփն է, ինչպիսին որ կա։ Նա հաճախ անում է հայտարարություններ բարկացնելու իրեն քննադատողներին։ Այս դեպքում նաև կարծում եմ նա փորձում է ցույց տալ ամերիկացիներին, որ շատ համախոհներ ունի, որոնք ցանկանում են իրեն տեսնել նախագահի պաշտոնում երրորդ անգամ։ Ինչ են մտածում Թրամփի երրորդ հնարավոր պաշտոնավարման մասին հանրապետականները, նաև դեմոկրատները։ Այժմ օրենսդիրների մեծ մասին մտահոգում է համաշխարհային տնտեսության եւ ամենաազգային անվտանգության վրա ամերիկյան մաքսատուրքերի հնարավոր ազդեցությունը։ Կարծում եմ հիմա նրանք այդքան էլ լուրջ չեն վերաբերվում երրորդ նախագահության մասին Թրամփի խոսքերին, թե դեմոկրատները, թե հանրապետականները որևէ լուրջ անդրադարձ չեն կատարել այդ հարցին։ Ամերիկացիներն էլ ավելի շատ կենտրոնացած են առօրյա խնդիրների վրա։ Այդուհանդերձ հարկավոր է սպասել 2028 թվականին, տեսնելու Թրամփը կատակում է, թե ոչ։ Արդյոք նախկինում ԱՄՆ որևէ առաջնորդ փորձել է շրջանցել օրենքը եւ նախագահի պաշտոնում ընտրվել 2 անգամից ավելի։ Ի սկզբանե նախագահության ժամկետների սահմանափակումներ չեն եղել, դա ավելի շատ ավանդույթ էր։ Առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը 2 ժամկետ պաշտոնավարելուց հետո ինքնակամ հրաժարվեց իշխանությունից, ինչը չլսված
կատարված բան էր։ Մյուս նախագահները շարունակեցին այդ ավանդույթը, այն խախտեց Ռուզվելտը, զբաղեցնելով նախագահի պաշտոնը 4 անգամ 1933-ից 45 թվականը։ Հենց այդ նախադեպը հաշվի առնելով որոշում կայացվեց օրենքով սահմանափակել պաշտոնավարման ժամկետները, եւ այդ օրենքը խախտելու որևէ լուրջ փորձ դեռ չի եղել։ Չնայած պատմական ավանդույթին եւ իրավական հստակ խոչընդոտներին ԱՄՆ նախագահի կողմնակիցները հայտարարում են, սահմանադրության տեքստը կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ, թույլ տալով Թրամփին նախագահի պաշտոնում վերընտրվել 3-րդ անգամ։ Փորձագետներն էլ նշում են, Դոնալդ Թրամփի դեպքում չի կարելի բացառել ոչ մի, նույնիսկ ամենաէկզոտիկ սցենար։ Դիանա Գասպարյան, լուրեր։